Բոլորս սրտի խորքից ասենք փառք ես Տեր Աստված։ Զգացում եմ, որ Սուրբ Հոգին բավականին աշխատանք կատարի եւ շատերը իրենց սրտերը բացել են ամենակարող Աստծո առաջ։ Վերևի պաշտամունքի ժամանակ հետաքրքիր Տերը խոսքեր ասեց ես ամեն բան գիտեմ ձեր կյանքի մեջ։ Ամեն բան գիտեմ, այս միկրոֆոնը բարձրանում, հա։ Եվ Տերը խոսում արգեց ասեց ես ամեն բան գիտեմ ձեր կյանքի մեջ։ Ոնց է կարծեմ, գիտի դե չգիտի։ Գիտի նաև մեր անքուն գիշերները, գիտի տառապանքները, գիտի մեր ցավերը, գիտի անլուծելի խնդիրները, գիտի նաև մեր պարտությունները, ամեն բան գիտի։ Բայց ասի Տեր Աստված, ինչ ունես ասելու։ Ասեց ես ուզում եմ, որ ամեն մեկ իր սիրտը այսօր բացի իմ առաջ։ Որպես այսօր վիրահատություն կատարվի, որպես այսօր ազատագրություն կատարվի, որպես այսօր բժշկություն կատարվի։ Այսօր շատ մարդիկ կան, որ գերության մեջ են, մտքի գերության մեջ են, պատերազմական իրավիճակների մեջ են, տառապանքների մեջ են։ Եվ մատ այսօր Աստված դնում է ապաշխարության վրա։ Մենք կարող ենք շատերս ասել, մենք ապաշխարել ենք, դարել ենք Տիրոջը, Տիրոջ տան ճանապարհների մեջ ենք քայլում, Տիրոջ խոսքի մեջ ենք ապրում։ Բայց դուք գիտեք, կա բաներ ձեր կյանքի մեջ, դեռ այդ հարցի լուծումը չի տրվեց ձեզ։ Բաներ կա, որ դուք այդ հարցերի մեջ գերության մեջ եք եւ պարտության մեջ եք գտնվում։ Ես կարդամ որ Ղուկաս ավետարանից համարը դեր ենք տալի աղոթքի, որ Տերը մեզ օգնական լինի։ Ուրեմն Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ առաջի համարից կարդում եմ 1-2 համարներ, այսպես ասեմ, ոմանք այն ատեն ներկա գտնվելով պատմեցին անոր գալիացիների մասին, որոնց այրոնը Պիղատոս իրենց զոհերի հետ խառնեց։ Հիսուս ըսավ անոնց. կկարդեք, թե այն գալիացիները բոլոր գալիացիներին մեղավոր էին, որ այսպիսի բաներ քաշեցին։ Պատասխանը այսպես եղավ. ձեզի կսեմ, ոչ, հապա եթե չապաշխարեք, ամենքն էլ նույնպես կորստի պիտի մատնվեք։ Աստված փրկությունը ծիրեաբար տվել է։ Հիսուս Քրիստոսի այրոնը մեզ մաքրել է բոլոր մեղքերից, թողություն եւ քավություն տվել։ Ուղարկել է իր Սուրբ Հոգին, որովհետեւ իր Սուրբ Հոգով մենք մեր կյանքի մեջ վերափոխում լինի, բայց Աստված մատը դնում է այն բաների վրա, որ մենք հարազատացել ենք եւ չենք ուզում այդ բոլորից ազատագրվել կամ չենք կարողանում ազատագրվել։ Այսօր այդ օրն է հավատքով խնդրելու, որպեսզի առնենք այդ ազատագրությունը եւ այդ բժշկությունը։ Եվ շարունակության մեջ ասում է. կամ թե այն 18 հոգին, որոնց վրա Սելովամի աշտարակը ընկավ, ու զանոնք ներցրեց, կարծես թե անոնք Երուսաղեմի մեջ բնակվող բոլոր մարդոց ավելի պարտավոր էին, հարցատալի, պարտավոր էին, օրինակ մահացան, մեղավոր էին, պարտավոր էին, եւ Տեր ասեց, ձեզի ասում եմ, ոչ, հապա եթե չապաշխարեք, ամենքն էլ նույն ձևով պիտի կորստի մատնվեք։ Մենք այսօր շատ բաներ գիտենք, հասկանում ենք լավն ու վատը, խավարի լույսը հասկանում ենք, այդ պատերազմական իրավիճակը, եւ Տեր ասում է, ես ուզում եմ դուք ինձի դառնաք։ Ես ուզում եմ, որ դուք իմ մեջ բնակվեք, իմ խոսքն է ձեր մեջ բնակվի։ Այդ ժամանակ, երբ որ մենք մեկանանք, ինչ որ խնդրեք, ես ձեզ տալու եմ։ Եվ 13-րդ գլխի 22 համարում ասում է, մեկը սավանոր Տեր քիչվորեն անանք, որոնք պիտի փրկվեն, անիկայր ըսավ անոնց, ջանք արեք նեղ դռնան մտնելու, քանզի կսեն ձեզի, թե շատերը մտնել պիտի ուզեն, բայց պիտի չկարողանան։ Ինչն է պատճառը, որ ուզում են, բայց չեն կարողանում։ Հիմա պատճառը Տերը բացատրում է։ Անկե հետո եւ տանտերը ելնե ու դուրը գոցել, դուք դուրս մնաք, ու սկսեք դուրը զարնել եւ ասել Տեր, բաց մեզի անել պատասխան տալու պիտի ասեցի, չեմ ճանաչում դուք որտեղից եք։ Միթե հիմա նայ այդ ժողովուրդը զարմացան։ Հիմա այս խոսքեր են ասում։ Այն ատեն պիտի սկսեք ասելով։ Մենք քո արչեւը գերանք ու խմեցինք, իրականում դա այդպես էր։ Գերան եւ խմեցին։ Դու մեր փողոցների մեջ մեզի ինչ հարեցիր, սովորացրեցիր։
Երաներանց ոգևոր սովորել են եւ այդ լսած խոսքերը պահել են, բայց անիկա ձեզի պիտի ասեմ, ձեզի կսեմ, ձեզ չեմ ճանաչում, ուրկեք մեկտի գնացեք ինձ մե բոլոր անիրավություն գործողներ։ Աստված մեղավոր մարդուն սիրում է եւ ցավակաշում եւ աշխատանք կատարում։ Դրա համար Հիսուս Քրիստոս Գողգոթայի խաչի վրա խաչվեց, այրուն թափեց եւ նրա այրան միջոցով մենք մեղքերի թողություն, քավություն ունեցանք։ Եվ մենք այսօր սովորում ենք, իմանում ենք, բավականին տարիներ ապրում ենք հավատքի կյանքով, ոմանք 10 տարի, 20 տարի, 30 տարի, 40 տարի, բայց շատ հարցեր կա, որ մեր կյանքի մեջ պիտի փոխվի։ Շատ հարցեր կա, որ մենք պիտի ապաշխարենք։ Այնտեղ Մատթեոս Հավիտանում 5-րդ գլխում լեռան քարոզում ասում է Երանի սքավորներին, որ նրանք ինչ կլինեն, նրանք կմխիթարվեն։ Որտեղից է գալիս սքավորությունը։ Եթե մարդ իր ներքին սենյակում անհատական կապ չունի ամենակարող Աստծուն, երբ որ նա անհատական հաղորդակցում է կենթանի Աստծուն հետ, Աստված բացահայտում է իր վիճակը, եւ այսօր ես այդ դարձյալս խոսքը վկայություն անեցի, դրա համար ինչա հարկավոր մեզ, առաջի հարկավորությունը սա է մեզի հոգևոր տեսողություն, մեզի հոգևոր լսողություն։ Գրված է շատերը տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, լսելով էլ լսում են ու չեն լսում։ Ինչի պատճառը, որտեղ նրանց լսելիքները բթացած են եւ նրանց տեսողությունը կուրացած են։ Մարդիկ կան, որ նայում են մարմնավոր աչքերով տեսածը տանում է մարդկային արդարությանը եւ այդ մարդկային արդարության մեջ սղճում չկա եւ մարդկային արդարությունը քանդում է շատ ընտանիքներ, շատ մարդկանց ներքին հոգեվոր կառույցներ քանդում, նրանք հոգով սկսել են, բայց մարմնով ավարտում են։ Խոսքը չեմ ուզում երկարացնեմ եւ մի տեղից էլ ուզում կարդամ երկրորդ օրինաց ինչա ուզում Տերը մեզանից, ինձանից եւ երկրորդ օրինաց 7:14 համար եմ սիրած տեղերից մեկն է եւ այսպես ասում իմ անունովս կոչված ժողովուրդս առաջի պայման եթե խոնարհվի ասեմ Տեր Աստված ինչ է նշանակում խոնարհվել խոնարհվել նշանակում է համաձայնվել նրա խոսքին խոնարհվել նշանակում է սիրել նրան ամբողջ հոգով ամբողջ սրտով ամբողջ էությամբ բայց երբ որ մենք նայում ենք մեր ներքին վիճակը տեսնում ենք շատ բացթողումներ ունենք եւ դրանից հետո խոնարհվի երկրորդը աղոթք անի իմ երեսս խնդրի եւ իրենց չար ճանապարհներից դառնա ես էլ երկնքեն պիտի լսեմ ու անոնց մեղքերը ինչ պիտի անեմ ես պիտի ներեմ նորից եմ ուզում անդրադառնամ եւ ասում եւ իմ անունովս կոչված ժողովուրդս առաջի պայմանը եթե խոնարհվի երկրորդը աղոթք անի եւ իմ երեսը խնդրի իրենց չար ճանապարհներից դառնա ես էլ երկնքեն ինչ պիտի անեմ պիտի լսեմ կա պայման համաձայնվել կամ չհամաձայնվել, ընդունել կամ չընդունել, խոնարհվել կամ չխոնարհվել։ Այսինքն մենք Սուրբ Գրքում գրված է հոգին հակառակը մարմին, մարմինը հակառակը հոգուն եւ չլինի թե ինչ որ ուզեք նա անեք, բայց խոսքը շեշտադրում է առաքյալի միջոցով ասում է ես ասում եմ որ դուք հոգով առաջնորդվեք երբ որ դու հոգու մեջ լինեք մարմնի գործերը իրականություն չի դառնա մարմինը կպարտվի եւ գրված է հիմա այստեղ մատուցանելու աղոթքին իմ աչքերս բաց պիտի լինեն ու իմ ականջներս պիտի լսեն քանզի այս տունը ընտրեցի սրբեցի որպեսզի իմ անունս հավիտյան հոն Allah եւ իմ աչքերս ու իմ սիրտս ամեն ատեն այդտեղ պիտի լինի ամեն Տիրոջ ներկայությունը կա ես խնդրում եմ ամեն մեկից այս աշխարհ ոչինչ չեն բերե այս աշխարհից էլ ոչ մեկս ոչ մի բան չեն տանելու մենք կանելու ենք Տիրոջ առջև մեր ապրած բոլոր գործերով եւ դրական գործերով եւ բացահայտվելու է նաեւ մեր բացասական
բոլոր գործերը այսօր Աստված ուզում առաջինը տեսնող աչքեր ունենանք, լսող ականջներ, օրինակ բանը հայտնության թղթում գրքերում գրված է երկրորդ երրորդ գլուխներում 7 եկեղեցիներ, ես կուզեմ այդ տեղերը դուք խորապես կարդաք, որ ասում է ես ամեն բան գիտեմ, ես բոլորիդ գործերը գիտեմ եւ մենք անելու ենք Տիրոջ առջև, բայց Քրիստոսի այրունը ունի զորություն, երբ որ մենք զղջում ենք, խոստովանում ենք, խոստովանելուց հետո մարդ կարող է զղջա, խոստովանի, բայց իր ներսում չհրաժարվի, այսինքն մի կողմի վրա չթողի, ճիշտ է ինքը զղջաց, խոստովանեց, կան այսօր շատ հավատքի մարդիկ զղջում են, խոստովանում են, բայց սրտանց չեն հրաժարվում, երբ որ նրանք չեն հրաժարվում, իրենց մեղքը նորից իրենց արթնացնում է, դեպնում է եւ գերությանը մատնում։ Ես կուզեմ, որ այսօր ես եւ դուք մեր սրտերը բացենք Տիրոջ առջև։ Համաձայն եք այսօր մեր սիրտը տանք Տիրոջը։ Համաձայն եք այսօր վիրահատություն լինի եւ բժշկություն լինի։ Համաձայն եք ձեր ուզածը ինչ որ մարմնից ասա Տեր Աստված դա հանձնում եմ եւ ուզում եմ երկնայինը ասում առաջինը խնդրեք երկնքի արքայությունը եւ արդարությունը երկրի վրա ես խոստացել եմ որ ձեզ ինչ եմ անելու ավելիով տալու եմ կանենք Տիրոջ առաջ եւ աղոթք անենք